Տասնյակ հազարավոր զոհեր, վիրավորներ, ավերածություններ։ Ավելի քան 100 օր է ընթանում է Պաղեստին-Իսրայել պատերազմը։ Գազայի տների 70%-ը եւ մնացած բոլոր շենքերի կեսը վնասված կամ քանդված են։ Տեղահանվել է բնակիչների 85%-ը։ Թեպետ փորձագետները դժվարանում են ասել, թե դեպքերի ընթացքն ինչպես կզարգանա, բայց մոտալուտ ավարտ չեն կանխատեսում։ Իսրայելական կողմը հաջողել դեռևս առայժմ վերջնականապես լուծելու իր հստակված նպատակները, այն է Գազայի նկատմամբ ամբողջական վերահսկողության սահմանում եւ Համասի իշխանության ձեռքում, Համասը չի կարողացել իր պայմաններով կանգնեցնել պատերազմը։ Իսրայելն ունի զորեղ դաշնակից, ինչը ռազմական գործողությունը չդադարեցնելու երկրորդ գործոնն է։ Իսրայելը ունի իդեմս Միացյալ Նահանգների բավականաչափ զորեղ եւ սկզբունքային դաշնակից, որը կարողանում է ապահովել այդ հնարավորությունը Իսրայելի համար, որպեսզի այն որպեսզի դրա իշխանությունները շարունակեն ռազմական ակտիվ գործողությունները։ Կողմերն էլ կանգ առնելու միտք չունեն, Իսրայելի վարչապետի խոսքով կանգ չեն առնելու, մինչև չհասնեն հաղթանակի։ Պատերազմը շարունակելու ենք մինչև վերջ, մինչև հասնենք վճռական հաղթանակի եւ մեր բոլոր նպատակներին։ Մեզ ոչ ոք չի կանգնեցնի, ոչ Հաագան, ոչ Չարի առանցքը, ոչ ոք։ Թե որքան հեռուն կարող է գնալ Իսրայելը, կախված է միջազգային հանրության համապատասխան արձագանքից, թեպետ շատերն են պահանջներ դնում Իսրայելի առջև, բայց դեռևս չկա միջազգային այն բռունցքը, որը կստիպի Իսրայելին դադարեցնել ռազմական գործողությունը։ Գարնիմ Թաֆյան, Կարեն Թադևոսյան, ABC Media։